Մայիսի 8-ին օդի մեջ ինչ-որ սպասում կար։ Շուշիի գործողության մասին Շշուկով լավատեղյակ մի շրջանակ էր միայն խոսում։ Դաշնակցության երկիր պաշտոնաթերթի խմբագիր Աղվան Վարդանյանը մինչև ուշ գիշեր առաջին էջը դատարկ էր թողել։ Կառավարական ամառանոցում Վազգեն Սարգսյանի հետ մի բաժակ կոնյակի շուրջ ժամը 1 զեկույց էին ստանում Արցախից։ Կեսգիշերից 2 ժամ անց հասավ զանգը։ Շուշին ազատագրված է։ Բնականաբար դրանից հետո ուղղակի այդտեղից կապեցի արդեն տպարան, պատասխանատու ես թելադրեցի կարծեմ խմբագրական կամ առաջնորդող մի խոսք եւ Շուշիի եկեղեցու պատկերով հաջորդ առավոտյան լույս տեսավ Երկիր օրաթերթը։ Իսկապես միակ թերթն էր այդ օրը, միակ օրաթերթն էր, որը արդեն իսկ արձանագրել է Շուշիի հաղթանակը։ Առաջինը ամբողջ լրատվական դաշտում այս երկու սոսնձված էջերի վրա ձեռագիր դրոշվեց վերնագիրը։ Շուշին ազատագրվեց։ Արցախում կատարվածը հրաշք է։ Վազգեն Սարգսյանի հետ ժամը 22:30-ի զրույցը հրապարակվեց նկարի ներքո։ Մենք այլ տարբերակ չունենք։ Սա էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի հետ ժամը 23-ին հեռախոսազրույցի պատճենն է։ Գլխագրին կից հատուկ այսօրվա համար Արցախի խորհրդանի Շուշավզանի պատկերն է։ Խմբագրակազմը մինչև վերջին աշխատակիցը բաժակները ձեռքին ոգևորությունն ու հուզմունքը արտահայտեցին նախնական չտպագրված օրինակի վրա ստորագրելով ու փակցնելով պատին։ Այդ օրերը մի քիչ նաև հանգարցակի էր, այն իմաստով, որ այդքան էլ բաց չէր, այդքան էլ տեղեկացված չէինք, թե ինչ է կատարվում, հանգարց մեկից մեկ եղավ այդ ամեն ինչը։ Առաջնորդող հոդվածից մի հատված։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի եւ այլ բնակավայրերի անդադար ռմբակոծությունները, շրջափակումը, գազի եւ էլեկտրաէներգիայի երկարատև բացակայությունը ստեղծել էին անտանելի վիճակ, սովի եւ համաճարակի սպառնալիք։ Մայիսի 8-ի լույս 9-ի ժամը 2:30-ի տվյալներով հայ ազատամարտիկների ծավալած գործողությունները պսակվեցին կատարյալ հաջողությամբ Շուշի քաղաքի ազատագրմամբ։ Սա մեջբերում է Վազգեն Սարգսյանի հետ հարցազրույցից։ Հեքիաթի աղբյուրի գլխին կախված հրեշ էր Շուշին, կամ պիտի Արցախը կուլ գնար, կամ ոչնչացներ նրան։ Պատերազմը լոգ երկաթի ու տեխնիկայի կռիվ չէ, առաջին հերթին ոգու պայքար է, մեր ոգին այսօր հաղթում է։ Երկիր թերթի Հանրապետությունում ամենամեծ 53600 տպաքանակը սպառվեց անմիջապես, ինչպես միշտ։ Թերթից ստանում էին ոչ միայն ամբողջական տեղեկատվություն, այլև գաղափարներ, վերլուծություն, կատարվածի արժևորում։ Հայտնի մտավորականները արձակագիր բեմադրիչ Գրիգոր Բաբայանը, բանաստեղծ Արմեն Դավթյանը, բանասեր Վարդան Դևրիկյանը ամիսներ շարունակ առաջին գծում կռվում ու հոդվածներ էին ուղարկում թերթին։ Ուղղակի առաջի ձեռքից շատ արագ ստանում էինք այդ տեղեկատվությունը եւ բնականաբար փոխանցում իսկապես նաեւ ընդհանուր մթնոլորտում այդ օրերին ես չեմ ուզում շատ խորանալ մյուս հարցերի մեջ, իսկապես երկիրը այս առումով Ղարաբաղը ներկայացնելու, Ղարաբաղում կատարվածը ներկայացնելու ամենաառաջի դիրքում է եւ սա պայմանավորված է նաեւ քաղաքական հարաբերություններով, դաշնակցության վերաբերմունքով։ Մինչև ժամը 11-ը ջրբացներում չկար։ Հեռախոսով, տարբեր միջոցներով եւ այն լուրերը անպայման ցան հասնում էր։ Այնուամենայնիվ հաջորդ օրվա անպայման լուր կար։ Եթե թերթը որոշվեր ոչ թե 8 կամ 16 կամ 32 էջ անել, էլի կլիներ։ Այնքան գրճատում էին, այդ երկիրը ուներ այդքան ինֆորմացիա։ Շուշիի հաղթանակը ամենաշոշափելին էր, որ վերացրեց պարտվողի բարդույթը ժողովրդի մեջ։ Այս վստահությունը նաև Ղարաբաղի խնդրում համաժողովրդական ընկալումը կուզենային չկորցնել երկիր թերթի այն տարիների նվիրյալները։ Աննա Բալյան, Հովհաննես Քյոսեյան, Երկիրն այսօր։